Բարև ձեզ հարգելի դիտողներ, ինչպես գիտեք, իրավունք թերթը, որը 37 տարվա պատմություն ունի, վերջի մոտավորապես 20 տարիները իրեն թույլ է տալիս քննարկել տարվա ընթացքում տարբեր ոլորտներում մեր հասարակության, պետության գործունեության ընթացքում, թե որ իրադարձությունները կամ որ անձինք են, որ տարին նշանավորել են մեծ գործերով, մեր ազգի առումով, պետության զարգացման առումով և այդ ավանդույթը նաև շարունակվել է 25 թվականը ամփոփելու առումով և մենք եկել ենք այն եզրակացության, նաև իհարկե ձեր արձագանքները հաշվի առնելով մեր և թերթի, և կայքի, և YouTube ալիքի 100 հազարավոր ընթերցողներին դիմելով, խնդրելով հայտնել կարծիքները և իհարկե իրավունքի հանձնաժողովը, որը ի վերջո ամփոփում է դա, մենք եկել ենք այն եզրակացության, որ 2025 թվականի տարվա լավագույն ռեժիսոր ճանաչվել է մեր շատ հարգարժան և հայտնի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, իր կողմից կատարած հսկայական, հսկայածավալ և շատ ազգանպաստ աշխատանքի համար դա Արարատ 73-ի մասին պատմող ոսկե դուբլ ֆիլմի նկարահանումն է։ Պարոն Մկրտչյան, թույլ տվեք ձեզ հանձնել այդ պատվոգիրը, սա ձեր հսկայական մեծ աշխատանքի գնահատումն է և շնորհակալական խոսքն է մեր կողմից, դուք արել եք հսկայական աշխատանք, դուք տալիս եք մեր մարդկանց հույս, մեր մարդկանց հիշեցնում եք, որ մենք հաղթող ազգ ենք, մենք կարող ենք համախմբվել, կարող ենք դառնալ բռունցք և հաղթել, ինչը այսօր անգամ ֆիլմի դիտելիության ժամանակ մարդիկ գոռում են Արարատ հուպ-տուր, այսինքն այն հաղթանակի ոգին դուք բավականին է սև մթնոլորտում դուք կարողացաք այդ ճառագայթը լույսի, արևի ճառագայթը ներթափանցել ուրեմն մեր մթնոլորտի մեջ, ինչի համար շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ դուք ցույց տվեցիք, որ մեր ազգային կարողությունները այնքան տկար չեն, ինչպիսին այսօր փորձում են ոմանք ներկայացնել։ Դուք ցույց տվեցիք, որ մենք կարող ենք հաղթել և շատ կարևոր է նաև, որ մարդիկ հիշեն, որ սովետական միության ժամանակ շատ երիտասարդներ չգիտեն դա ինչ է, ես այն տարիքին եմ, որ ես ինքս եմ տեսել այն հպարտություն, այն հրճվանքը մարդկանց, ովքեր փողոցում ելույթներ էին ունենում, պարում էին, չգիտեմ, հրճվում էին հաղթանակով և մենք ունեցանք այդ ժամանակ, որ մեր սպորտի ոսկե դարը, հուսով եմ, որ այդ ոսկե դարը նույնպես նորից կվերադառնա մեզ և այն, որ դուք հիշեցրիք մարդկանց, որ այդպիսի բան հնարավոր է, երևի կմոտեցնի այդ նոր լավ օրերը։ Շնորհակալություն հանձնում եմ ձեզ շնորհակալ գնահատելու համար, իսկապես հաղթանակի մասին է ֆիլմը և որ մենք կարող ենք հաղթել և շնորհակալ եմ։ Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ։ Շնորհակալություն։ Հաջողություն։